Բարև ձեզ Արմեն ջան, ուրախ ենք ձեզ այսօր այստեղ տեսնել։ Դուք մեր ավագն եք եւ մեր թիմի Արարատ Արմենիայի պատմության առաջին օրվանից թիմի հետ եք։ Ձեր կարծիքով ո՞րն է Արարատ Արմենիայի ամենաուժեղ կողմը որպես ակումբ։ Ուժեղ կողմը դա մարդիկ, որը հավաքված են այդ թիմում, սկսած, չգիտեմ, մասաժիստներից, բարձրած գեներալնի դիրեկտորով, մեր պրեզիդենտով, ֆուտբոլիստները, սա մենակ ուժեղ մարդիկ են հավաքված այդ թիմում, իմ համար։ Ինչպիսին է մթնոլորտը Արարատ Արմենիայում հանդիպումների ժամանակ։ Շատ հավաքված, սաղ տեղիքը մոտիկանում խաղերին ու 100% ուզում են մենակ կրել, մեր միտքը մենակ կրելն է։ Արմեն ջան, ինչ առանձնահատկություն ունի Արարատ Արմենիայի խաղաոճը։ Ես մտածում եմ, այդ կոնկրետ, որ մենք գնդակով ենք ելնում, սաղ թիմը, մենք գիտենք որտեղ պետք է ամեն մեկը վազի, ոնց պետք է վազի, երբ պետք է վազի, որ վրատարի մոտ է գնդակը, թե չգիտեմ, հարձակողի մոտ, այդ ժամանակ մենք գիտենք արդեն ամեն ինչը, ու դա մեր ուժեղ կողմն է իմ համար։ Մի քիչ անձնական հարց ավելի, Արարատ Արմենիայի կազմում ո՞ր խաղացողներն են ձեզ տպավորել երբևիցե։ Իմ համար այսօրվա օրը, որ ֆուտբոլիստներ մենք ունենք, իմ համար այսօրվա օրը իրանք են ամենաուժեղ ու միշտ իրանց մասին եմ մտածում, բայց վերցնենք ով չկա արդեն թիմում, իրանք շատ են իմ համար այտենց Գուֆրան եղել է մեր թիմում շատ ուժեղ ֆուտբոլիստներ, Լիման, Նարսինգը, շատ կարամ ասեմ, ռուս տղեկից Կաբյալկոն, Գուզա, շատ ուժեղ ֆուտբոլիստներ են եղել։ Տպավորված եք իրենց ավելի խաղաոճով, թե ինչ-որ հստակ հատկանիշ ունեմ, որ դրանով եք ավելի տպավորված։ Նայած ու մասնա խոսքը, եթե վերցնենք Նարսինգը, Լիման, իրանք ոնց են ֆուտբոլ խաղում, ոնց են վազում, ոնց ինչ դրիբլինգ ունեն, ինչ տեխնիկա ունեն, դա ես հիշում։ Այդ վերցնես Կաբյալկոն մտնում էր միշտ ռազդիվալկա խնդում էր, ու սաղ մեռնում են, արդեն չգիտեն ինչ, մտածում են մենակ տենց կատակի մասին, ինչ ասելու հիմա սպասում են, տենց։ Ուրեմն ֆուտբոլիստի հետ կապված ինչ հիշողություններ ունեք։ Ինքը առաջի վարկյանից զգացվում էր, որ ինքը մեծ ֆուտբոլիստ է, մեծ պերսոնա է, որովհետև ինքը որ մտավ ռազդիվալկա զգացվում էր իր ուժը ու ինքը Երբ պետք էր ինքը կարար գորա, երբ պետք էր կարա խոսա հանգիստ, խնդա, կատականի իր մոտ, դա երևում էր, սաղ զգում ենք, որ ինքը երկար ճանապարհ անցավ ու լավ ֆուտբոլ էր խաղում, մեծ ֆուտբոլ էլի, որ ասում են Անգլիա, Ֆրանսիա, հետո եկավ մեր մոտ ու մենք ուրախ ենք շատ, որ այտենց ֆուտբոլիստները գալիս են մեր մոտ, եկել են, գնացել են ու մենք հիշում ենք միշտ ու նենց է որ լավ շատ ոնց է հիշողություններ ունենք իրանց։ Ֆուտբոլիստի կարիերան բավականին կարճ է։ Մտածել եք արդյոք ինչով եք զբաղվելու խաղակոշիկները մեղրից կախելուց հետո։ Մտածում եմ, մեկ մտածում եմ, նենց չէ որ ես ջահելանում եմ, ես էլ եմ մեծանում, բայց հələ որ տենց կոնկրետ բանով որ ես զբաղվեմ, հələ չգիտեմ, բայց էլի մտածում եմ ֆուտբոլի հետ կապված, կարող է երեխեքի հետ, կարող է, չգիտեմ, հələ կոնկրետ պատասխան չունեմ ես։ Ինչքան կարանամ երկար Աստված տա խաղամ, հետո տենանք։ Ձեր խաղընկերներից ում հետ եք առանց բար փոխանակելու միմյանց հասկանում։ Տենտոնի հետ, ես որ գնդակային մոտ է, ես գիտեմ ուր վազելու, ոնց է վազելու։ Ինքը նույնը, ես մտածում զգում եմ ինձի։ Մեջտեղ ով կա սաղի հետ, Էրիկի հետ, Կարենի հետ, Տերայի հետ, Օվոյի հետ, մենք մեջտեղը համարյա միշտ խաղում են, որ ֆուտբոլիստները, որը սիրում են գնդակով խաղալ, ու դա արդեն ֆիլոսոֆիա, դու զգում ես դա ավտոմատически սա։ Դուարտը նույնը, Մարիուսը, ֆուտբոլը հեշտ բան է, դա դժվար բան չի, պրոստը պետք է մի քիչ պարապես իրար հետ լնես, մոտիկա լնես, հետո արդեն ավտոմատически առանց նայելու դու զգալու ես։ Որ թիմի դեմ եք հաճույքով խաղում։ Ոչ մեկի։ Ինչպես կբացատրեք։ Ես հաճույք եմ ստանում, որ իմ թիմը կրում է, մենք կրում ենք ու լավ խաղում ենք, իմ համար դա է կարևորը։ Որ թիմի դեմ խաղալն է ձեր համար ավելի բարդ։ Լիդերների հետ, ով մեզի կոնկուրենցիա են ստեղծում, առաջի 4-5 թիմ էլի միշտ պայքարայում դրա համար իրանց դեմ միշտ։ Իսկ քանի տարեկանից եք սկսել զբաղվել ֆուտբոլով։ 6 տարեկանից։ Իսկ սիրել ֆուտբոլը։
ու ինչքան ինձ հիշում եմ, այդքան սիրում եմ, որովհետև պապս, հերս սիրում են ֆուտբոլ ու խաղում են ֆուտբոլ, դրա համար իմ մոտ ինչքան ինձ հիշում եմ, այդքան էլ ես եմ սիրում այդ։ Իսկ ով է առաջին անգամ ձեզ տարել ֆուտբոլի։ Հերս։ Դու բայց տանում էր միշտ պարապմունքները պապս։ Հերս զբաղված էր։ Միջազգային ֆուտբոլիստներից կազմված երազանքի թիմը։ Սկսենք վարատարից ու տենց գնանք։ Давайте սկսենք։ Ну, Касилиса то воротарный, голкипер. Это Ачиц, Алвеш, Мальдини, Серхио Рамос, Захриц, Тохага, Мермот. Ох, Тохага. Камова, Нисян, Тохага, Захриц. Мештега Зидан Астад, Хаби Алонсо. У Иньеста, Ачиц Роналдо, Захриц Месси, у Дема Анри Тохага. Tens to